Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նախագահությամբ անցկացվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Խորհուրդը խստորեն դատապարտել է եկեղեցու եւ եկեղեցականների իրավունքների դեմ իրականացվող ապօրինի գործողությունները, հակաեկեղեցական հռետորաբանությունը եւ ատելության խոսքը, շեշտելով, որ դրանք խաթարում են խղճի եւ խոսքի ազատությանը ու հանրային համերաշխությունը։ Անդրադառնալով որոշ հոգևորականների նկատմամբ հարուցված քրեական բարույթներին, խորհուրդը հայտարարել է, որ դրանք հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա եւ հակասում են արդար դատաքննության միջազգային չափանիշներին, կոչ անելով դադարեցնել ապօրինի գործերը եւ ազատ արձակել ազատազրկված հոգեւորականներին ու քաղաքացիական անձանց։ Մայրաթորից հայտնում են, որ հոգևոր խորհրդի ժողովում ներկայացվել են նաեւ զեկույցներ Բաքվում պահվող գերիների, ինչպես նաեւ Արցախի հոգևոր մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների վերաբերյալ։ Խորհուրդը վերահաստատել է եկեղեցու պատրաստակամությունը շարունակել ջանքերը գերիների վերադարձի եւ հայկական ժառանգության պահպանության ուղղությամբ համագործակցելով միջազգային կառույցների հետ։